Մենք Վանաձորի մետրո Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոցի աշակերտներս կարևորեցինք Վասիլ Թայրովի անձի ու գործի բացահայտումն ու նորովի մատուցումը, քանի որ քաղաքացիները պատշաճ կերպով իրազեկված չեն նրա մասին, նրա իրական դիմագիծը և կերպարը շատերի համար անհայտ է։ Մենք հպարտ ենք նման համակարգություն ունենալու համար և մեր պարտքն ենք համարում լինել այն աներեր կամուրջը, որ կկապի անցյալն ու ներկան, ուղեկցի նման արժանավոր հային մեր օրեր։ Նախագծի շրջանակներում այցելեցինք Լոռի Փամբակ երկրագիտական թանգարան, որտեղ աշխատակիցներն մեզ տրամադրեցին նյութեր Վասիլ Թայրովի մասին։ Մենք եկել էինք Հայաստանի ազգային արխիվի Լոռու մարզային մասնաճյուղ Վասիլ Թայրովի մասին տեղեկություններ գտնելու, Սակայն ոչ մի տեղեկություն չէր պահպանվել։ Նախագծային աշխատանքի շրջանակներում այցելեցինք Թայրովի ամառանոց, որը ներկայումս Բուկարացկենի առաջնորդարանն է։ Ցույց կրթական հարթակը նախագծային աշխատանքի շրջանակներում այցելեցինք Վանաձոր քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Նախագծի շրջանակներում մեր հաջորդ այցը Թայրով գյուղն է։ 1887 թվականին Վասիլի Թայրովը, ով արդեն հմուտ գինեգործ էր, այս տեղանքում հիմնում է գինու գործարան։ Այնուհետև ժամանակներ անց այս գյուղը անվանակոչվում է Թայրովի անունով և ներկայումս տեղանքը գտնվում է Թայրովի Լեո փողոցում։ Համտեսեցինք սպիտակ անմահական գինին, բացահայտեցինք գինեգործության մի շարք գաղտնիքներ, շփվեցինք պրոֆեսիոնալ գինեգործների հետ և դարձանք այս անզուգական գործի ականատեսը։ Լասինին շատ լավ է, ու գիտեք երեխեք, փոքրիկների ինչքան լավ է, իրենց մեթոդիկ էին տվարը, շատ հեշտ է, այդպես ոտքը դնում ես այստեղ, այլ, հիմա ձեռքերով ես բարձրացնում եմ այսպես, որ ուժ ստանում, չէ՞։ Եվ հիմա դու ձեռքերով արա, մի փոքրիկ բարձրացրա, թող ինքը մի քիչ։ Ընթացքում ամենեցնում ենք սարքը։ Արարեք, որ շենացնեք երկիրը, սիրելի երեխաներ։